Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագիրը հիմիկվանից պատրաստվում է նախընտրական ամփոփիչ հանրահավաքի, իշխող թիմում համար 1 դրություն է հայտարարվել, բոլոր մարզպետերը, համայնքապետերը զգուշացվել են, որ մարդ պետք է բերեն Երևան, որպեսզի մարդաշատ հանրահավաք անցկացնեն, անգամ պետաշխատողներին չեն խնայելու, հրաժարվողներին սպառնում են ազատել աշխատանքից։ Հանրահավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության հրապարակում, նախատեսում են Փաշինյանական թևի հոգևորականների մեծ մասնակցություն եւ այդ պարտականությունները դրել են Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի վրա։ Գրում է թերթը. Հայլուրի տեղեկություններով առաջին ատյանի դատարանը 3 Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացրել։ 3 երեկոյան Սպարտակ Ղուկասյանին կալանավայր են տեղափոխել։ Պարզվում է Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել։ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատել է Հայլուրի տեղեկությունը։ Գրում է կայքը. Հրապարակ թերթը գրում է. ավելի քան 3 տարի է Հայաստանի իշխանությունները չեն կարողանում անգամ զինվորական նոր համազգեստի հարցը լուծել, թեպետ մեծ խոսում են բանակը սպառազինելու մարտունակ դարձնելու մասին։ Սուրեն Պապիկյանն ազգային ժողովում դեռևս 2023 թվականի նոյեմբերի 15-ին կառավարության հետ հարցոպատասխանի ժամանակ խոստանում էր, որ մինչև 2024 թվականը նոր համազգեստը պատրաստ կլինի։ Այժմ 2026-ի կեսն են հատել, սակայն հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ։ Թերթի տեղեկություններով իշխանությունները մոտ 5000 նոր համազգեստ են ձեռք բերել որոշ տեղեկություններով ամերիկյան ընկերություններից, որպեսզի մայիսի 28-ի զորահանդեսի մասնակցող զինվորականները նոր համազգեստով ներկայանան, սակայն ամբողջ բանակին նոր համազգեստը ըստ հրամկազմի հասանելի կդառնա միայն եկող տարվա վերջին։ Գրում է թերթը. Ժողովուրդ օրաթերթը գրում է. ազգային կրթության խորհուրդը վերջին ամիսներին պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի մի շարք փոքր դպրոցներ կարող են փակվել կամ միավորվել, հղում անելով Կրթության, գիտության, մշակույթի նախարարության 2023 թվականի սեպտեմբերի 11-ի հրամանին։ Խորհուրդը հատկապես վերջին շաբաթներին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է այն դպրոցների լուսանկարները, որոնք ընդգրկված են ցանկում, պնդելով, որ դրանցից շատերը գտնվում են բարվոք վիճակում եւ ավերակ չեն, ինչպես ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային կրթության խորհրդի պնդմամբ խոսքը վերաբերում է 229-ից 231 դպրոցների, որոնց գործունեությունը կարող է դադարեցվել կամ որոնք կարող են միավորվել այլ կրթական հաստատությունների հետ։ Ըստ խորհրդի հրապարակումների դրա հետևանքով շուրջ 7880 աշակերտ կարող է զրկվել սեփական համայնքում կրթություն ստանալու հնարավորությունից, շուրջ 2300 ուսուցիչ եւ 2400 օժանդակ աշխատող աշխատանքից, իսկ ցանկում ընդգրկված դպրոցներից 55-ը սահմանամերձ բնակավայրերում են, որոնցից 27-ը Սյունիքի մարզում։ Խորհուրդը նաև նշում է, որ ամենախոցելի մարզերից են Սյունիքը, Շիրակը, Լոռին, Տավուշն ու Գեղարքունիքը։ Գրում է թերթը.